Ջերմոցների բիզնեսով զբաղվող գործարանները դիմել էին կառավարությանը, վարչապետին, գազի գնի խնդիրը եւ ներմուծվող պոմիդորների հետ կապված խնդիրը լուծելու խնդրանքով։ Ինչ փուլում է այդ հարցը եւ ինչ լուծում է ստացել։ Նման օրինակ ոնց ասեմ, ակցիաներ կամ բողոքներ կամ բաներ հաճախակի է կազմակերպվել մի քանի անգամ տարբեր առիթներով։ Հիմնականում դա եղել է ուրեմն դրսից ներմուծվող թուրքական լոլիկի հետ կապված, որը անորոշ ցակումով Թուրքիայից, հատկապես Թուրքիայից ներմուծվող լոլիկը անորոշ ցակումով, որը տեղում ստեղծում է ուրեմն անհավասար պայմաններ տեղական արտադրողի եւ դրսից ներմուծողի միջեւ։ Այսինքն տեղական արտադրողը կատարում է բավականին բարձր ներդրումներ, ինքնարժեքը բավականին բարձր է եւ արդյունքում ստեղծում անհավասար պայմաններ, այսինքն գազի, հատկապես նկատում ենք գազի գինը, որ շատ է բարձր, գազի գինը եւ գազի կալորիականությունը, որը կարելի ասել մենք օգտագործում ենք, կարելի ասել անորակ գազ եւ բնական է ինքնարժեքը բարձրանում է մի քանի անգամ եւ արդյունքում ուրեմն հատկապես մանր գյուղացիական տնտեսությունները, այսինքն ոչ խոշորները, որ ասենք համատեղ ձեռնարկություններ են եվրոպական երկրների հետ, այսինքն գյուղացիական տնտեսությունները, ֆերմերները, ովքեր իրենք տնամեծ հողամասերում ունեն ջերմոցային տնտեսություններ, օգտագործում են ջեռուցման համար գազ, մշակում են լոլիկ, վարունգ, պղպեղ եւ արդյունքում վերջում իրանք չեն ստանում գոնե մինիմում եկամուտ, գոնե պատահում է եւ լրիվ վնասով է ստացվում։ Ֆերմերները կազմակերպել են ակցիաներ, դիմել են կառավարությանը, հիմի ճիշտ ասած բավականին հույսեր կա նոր կառավարությունից, հույսեր կան, որ նոր վարչապետը հույսեր կա, որ պիտի դեմքով դեպի գյուղացին, որպեսզի գյուղացիական տնտեսությունները, որ կարելի ասել այսօր կանգնել են սնանկացման եզրին, բարգերի տոկոսադրույքները բարձր, բավականին փաստեր կան, որ արդեն իրենց ունեցվածքը գրավի տակ, վտանգի տակ, չգիտեմ, մեր վիճակագրական ծառայությունները անընդհատ թվեր են հրապարակում, որ համախառն ներքին արդյունքում գյուղատնտեսությունը աճ ունեցել այսքան տոկոս։ Լավ է, եթե աճ կա, շատ ցանկալի է մեր երկրին պահող գյուղատնտեսությունը, բայց եկեք մի փոքր խորանանք։ Այդ աճի մեջ ինչքան է կազմի աճը այդ գյուղացիական տնտեսությունների։ Ես կարող եմ ասել, որ ընդհակառակը մի բան էլ գյուղացիական տնտեսությունները հետ են գնացել։ Աճը հիմնականում ինձ թվում է կազմում է վերամշակող, ասենք գինեկոնյակ։ Ինչի հաշվին է աճը։ Խոշորացման, ընկերություն։ Հա, խոշոր ընկերություններին է դա հիմնականում վերաբերում, ասենք վերամշակող, արտահանող եւ այլ։ Իսկ իսկական հայ ավանդական գյուղացին կարող եմ ասել, որ աճ չունի։ Այս վերջի տարիների ընթացքում մի բան էլ հələ ավելացել են վարկային պարտավորությունները եւ այլ, ինչը նշանակում Արարատյան դաշտավայրից արտագաղթ են, Արարատյան դաշտավայր, բերի հող, բնակլիմայական նորմալ պայմաններում, ջուրը նորմալ, ամեն ինչը նորմալ, Երևանին կպած, շուկան մոտիկ, բայց մարդիկ թողնում են դաժե իրենց ջերմոցային տնտեսությունները թողնում, արտագաղթում են։ Ջերմոցային տնտեսությունների տերերի հիմնական խնդիրը դրսից ներմուծվող անհայտ ծագման, այսպես ասած, ապօրինի հիմնականում կերպով ներմուծվող լոլիկներ։ Ձեր կարծիքով ինչու կառավարությունը չի կարողանում դրա դեմ պայքարել եւ ձեր կարծիքով ովքեր են կանգնած դրա հետևում, չեմ կարող ասել այս պահին ովքեր են կանգնած դրա հետևում, անհատ մարդիկ են, թե ինչ-որ լուրջ օլիգարխներ են, այդ տվյալները այս պահին ես չունեմ, համենայն դեպս, ուրեմն ներակրվում Թուրքիայից բանջարեղեն, հատկապես լոլիկ, այնտեղ բնակլիմայական պայմանները շատ նորմալ է,
իրանց մոտ չի օգտագործվում ջեռուցման համար բավականին ծախսեր, իրանց մոտ ինքնարժեքը շատ ցածր է, բայց եթե համեմատում ենք մեր հետ, լրիվ հակառակ պատկերն է ստացվում։ Իրենց մոտից ուրեմն բավականին էժան գներով ներամուծում Հայաստան եւ հայկական տեղական լոլիկի անվան տակ իրացվում է այդ թուրքական լոլիկը։ Դե թող կան կազմակերպություններ, որ պարտավոր են հսկեն սննդի անվտանգություն, չգիտեմ, ես լոլիկ եմ մշակում օրգանական տարբերակով, քանի որ փոշոտումը կատարում է Հոլանդիայից ներկրված մեղուների, հատուկ մեղուների միջոցով, ես իրավունք չունեմ քիմիա օգտագործելու, ես օգտագործում եմ միայն բիո կենսապրեպարատներ, որի բավականին գները բարձր է, ինքնարժեքը բարձր է, բայց համենայն դեպս օրգանական լոլիկ եմ աճացում, թող տանեն եւ անալիզ անեն թուրքական լոլիկը եւ տեղական լոլիկը։ Ինչ է նշանակում, նավով գալիս է, ավտոմեքենայով գալիս է, չգիտեմ, հեծանիվով գալիս է, ավտոմեքենայով գալիս է, ինչով է գալի այդքան տեղ, այդքան երկարատև ճանապարհ եւ այդ լոլիկը ոնց որ թե գեղեցիկ տեսքով պինդ, ինչ է նշանակում, չգիտեմ թե ինչ սրսկումներ են անում, չգիտեմ ինչ գազ են տալ, ինչ են, ես չեմ կարող ասել, ամենադեպս նա չի կորցնում իր ապրանքային տեսքը, շատ գեղեցիկ, կարմիր, ստանդարտ լոլիկներ են եւ տեղականի համատակ, այստեղ արդեն դժվեց տեղական արտադրողը։ Դուք մի անգամ դիմել եք ինչ որ ժամանակով կարգավորվել է, չէ՞ որքան գիտեմ, ինչ որ ժամանակով չի ներմուծվել, հետո նորից սկսել է ներմուծվել։ Այո, ժամանակ առ ժամանակ եւ ներամուծվում եւ դադարում է, նորից է ներմուծվում, այդ հարցը պիտի վերջնականապես կարգավորվի, ինչ է նշանակում։ Տարիներ առաջ, չգիտեմ, ես կարդացի մի շիշ կոնյակ էր հայտնվել ադրբեջանական Բաքվի խանութներից մեկում, ինչ վայնասում սկանդալ էին բարձրացրել, ոնց թե հայկական կոնյակը Ադրբեջանում, ինչ է նշանակում, դաժե նույնիսկ Ադրբեջանից էլ է ներմուծում, լումա պահեր, որ Ադրբեջանից էլ է ներմուծում, ինչ որ օլիգարխներ, չգիտեմ, բիզնեսմեններ, իրենց մի երկու կոպեկի խաթեր դիմում են այդպիսի գործողությունների, որը վնաս է հասցնում եւ ազգաբնակչությանը, եւ տնտեսությանը, եւ տեղական արտադրողներին։ Մյուս կողմից դուք ինչ եք առաջարկում, որ հայկական լոլիկը մրցակցություն չունենա, հագները աճի եւ բարձր լինի եւ մարդիկ գնողունակ չլինեն, դա ինչ եք դուք առաջարկում։ Երբեք ես այդ կարծիքին չեմ, որ չներկրվի դրսից ու հայկական լոլիկի գինը շատ բարձր լինի։ Այդտենց բան ինձ թվում է դժվար թե տեղի ունենա, բայց համենայն դեպս համաձայնել չեմ, որ Թուրքիայից անորոշ ծագումով լոլիկ ներկրվի Հայաստան եւ ստեղծվի անհավասար մրցակցություն տեղական արտադրողների եւ դրսից ներմուծողների միջեւ։ Համենայն դեպս սա էլ արդեն վերջի տարիներին հայ գյուղացին, հայ ֆերմերը ջերմոցային տնտեսությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները առաջընթաց չունեն, իսկ հետընթացը ֆարզերում նկատի ունեն վարկային պարտավորությունները, վերարտադրություն կազմակերպելու իսպար բացակայող հնարավորությունները։ Իհարկե դրանք անվտանգ են, դրա համար են թույլ տալիս, որ ներկրվեն։ Ես չգիտեմ սահմանում ինչ կերպ է անցնում դա, չգիտեմ Վրաստանից են բերում, ոնց անցնում, ոնց չի անցնում, համենայն դեպս թուրքական լոլիկը գալիս է հասնում է Երևանյան, հայաստանյան շուկաներ բավականին ցածր գներով, բնական ազգաբնակչություններ իմանալով կամ չիմանալով հանդերձ կատարում է գնումներ։ Ինձ թվում է դրանք այդքան էլ անվտանգ չեն, թող տանեն, անալիզի ենթարկեն եւ պարզեն։